Մեր տաղավարում են Զոհրաբ Բակալյանը, Հայաստանի բարեկամություն պետական անսամբլի գլխավոր բալետմայստր եւ Անի Մինասյանը, Հայաստանի բարեկամություն պետական անսամբլի պարախմբի փորձավարը։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք օրը սկսում, վստահ ենք, որ շատ լարված օրեր են ձեզ համար, որովհետև ձեր մայստրոյի լեգենդար մարդու նվիրված երեկոյին եք պատրաստվում։ Մենք գիտենք, որ շքեղ համերգային ծրագիր է լինելու, մի քանի փակակից կբացեք, թե ոչ։ Նախ շատ շնորհակալ ենք հանրային հեռուստաընկերությանը միշտ աջակցելու եւ լուսաբանելու համար։ Մեզ համար շատ պատասխանատու, բարդ եւ նաև շատ հաճելի է, որ մեր կենթանի լեգենդ, մեր վարպետի հոբելյանական համերգն ենք պատրաստել եւ շատ ուրախալի փաստ է, որ տարի մի քանի ամիս նա Հայաստանում չէր եւ վերադարձել է հայրենիք եւ ներկայա լինելու համերգին։ Ճիշտն ասած, համերգի մասին շատ ենք Անի հետ քննարկումներ արել, ինչ պիտի լինի, ոնց ենք տեսնում, բայց ասեմ, որ եկանք այն գաղափարին, որ իհարկե պետք է լինի միայն մեհրաբյանական ձեռագիր, որ եւս մեկ անգամ հանդիսատեսը վայելի այդ ամբողջ իր շունչը մեհրաբյանական եւ ասեմ, որ շատ քննարկումներից հետո նաեւ մեզ օգնեց մեր լավ ընկեր, միշտ մեր կոլեկտիվի կողքը կանգնած Արամ Սուքյասյան, որ նաև համերգի ռեժիսորն է, եւ ամենակարևորը, որ մենք կարողացանք գտնել այդ ճանապարհը եւ սյուժետային եւ գեղարվեստական մասով, որտեղ որ կարծում եմ մեր հանդիսատեսին սպասում է շատ լավ երեկո։ Կարևոր ձեռքբերումներից մեկն այն է բարեկամություն անսամբլի, որ պարարվեստում պարողները շատ են, բայց մի տեսակ առանձնանում են իրենց պարային ինտելեկտով, մտածողությամբ եւ դասարակությամբ մեհրաբյանական դպրոցի կրողները։ Սա միանշանակ է եւ համարձակ կարող ենք ասել, ու քանի որ ունի երկար տարիների պատմություն, արդյոք համերգային ծրագրի ընթացքում կլինեն նաեւ տարբեր սերունդների երկխոսություն եւ մենք կտեսնենք բարեկամության տարբեր սերունդներին բեմահարթակում այդ օրը, թե ոչ։ Շատ հետաքրքիր բան ասեցիք, այս համերգին նախնական ասեմ, որ նման բան չի դիտարկվել, քանի որ հենց վերաբերվում է Մերաբյանի Հոբելյանին, բայց նման պլաններ առաջիկայում տեսնենք միգուցե եւ կարողանանք իրականացնել։ Խնդիրը գիտեք բավականին բարդ էր մեր առջև դրված, որովհետև երբ որ մայստրոն այստեղ չի ու մենք իրեն նվիրված երեկո պետք է անենք եւ պետք է անենք ինչ-որ մի բան, որ նոր պետք է լիներ, որ պետք է հետաքրքիր լիներ հանդիսատեսին եւ մի բան, որը հենց Մերաբյանինը կլինի, չտարբերվելով, չզատելով ոչ մի բան։ Դրա համար ընտրվեցին իր լավագույն համարները, փորձեցինք միքսել, իրար միացնել ինչ-որ անցումներով եւ կապերով, որը բավականին հետաքրքիր լուծումներ ստացան եւ իհարկե մեր ռեժիսորը բավականին մեծ ներդրում ունի, մեծ աջակցություն ունի, որ այդ ամեն ինչը վերջապես իմի է բերվել, որովհետեւ մինչ այս պահը, մինչ երևի մի քանի օր առաջ շատ թռուցիկ էր ամեն ինչ ու փորձեր այնպես էին ընթանում, որ սկիզբ վերջ մեջտեղ, այսինքն չէր հավաքված այդ ամեն ինչը, ու երբ որ sense վերջնական տեսնում ես ինչ է դառնում, իհարկե մինչև համերգ ոչինչ ասել հնարավոր չի, համերգից հետո նոր կարող ենք ինչ-որ մի գնահատական տալ, բայց հուսանք շատ լավ կանցնի, հուսանք մենք կգոհացնենք մեր գեղարվեստական ղեկավարին, մեր հիմնադրին, բարեկամություն պետական անսամբլի։ Այո, ճիշտ եք դիտարկում, բարեկամության անսամբլի կատարողները, թեկուզ մի տարի կամ մի քանի ամիս, ովքեր որ sense ինչ-որ առնչություն են ունեցել Մերաբյանի հետ, երեխեքի հետ, փորձավարների հետ, որ մտել են այդ ընտանիք մտել են, ինչ որ մի ուրիշ շղարշ է գալիս իրանց վրա։ Նիստուկացն է փոխվում, կազմակերպվածությունը, մեր մոտ շատ հստակ գծագրած է ամեն ինչ, ոչ մի առաջ հետ չի լինում, ոչ ժամային գրաֆիկը, ոչ փորձերը, շատ գծագրած է մեր մոտ ամեն ինչ, ու դա դառնում է նաև կյանքի ինչ-որ բնույթ, ապրելակերպ, ռիթմ։ Եվ երևի թե դա առաջին հերթին հենց վարպետից եք ժառանգել, մենք գիտենք, որ նա ֆանատիկորեն է իր գործին միշտ վերաբերվել, ասում են, որ կարող էր գիշերները չքննել, բեմադրություններ մտածել, այս տեմպը աշխատելու կամ ոչ աշխատելու ձեր կյանքում ինչ ներդրում է ունեցել որպես արտիստների։ Շատ մեծ ներդրում է ունեցել եւ այդ տեմպով ու այդ կարգապահությամբ հիմա մենք շարունակում ենք մայստրոյի անցած ճանապարհը պահել
եւ շարունակել նույն ուղով։ Իհարկե կյանքը գնում է առաջ, ինչ որ բաներ թարմացնելով, ու ես կասեմ, որ շատ դժվար է խոսել ու շարունակել մի մարդու գործ, որը 85 տարիներից 80 տարի նվիրել է պարարվեստին։ Սերտ կապ ունեցել բոլոր թատրոնների հետ, ստեղծել իր ուրույն ոճը, որը որ միջև հիմա արդի է։ Շատ եզակի է նրա ձեռագիրը, որովհետև երբ նայում ենք ոչ միայն պարային բեմադրությունները, այլ պարային ներկայացման բեմադրությունները, որոնք շքեղ են, որոնք շատ գեղեցիկ են եւ իրենց ուրույն տեղ ունեն, ամենայն դեպս ձեր պարային բեմադրությունների մեջ, գիտեք ինչն է հետաքրքիր, ինչպես է կարողանում նրա հետ միասին իհարկե պահելով հայկականը, պահելով ազգայինը, բայց միևնույն ժամանակ այդ ամենը ներկայացնել շատ դասական ձևաչափի մեջ ու այդքանով փորձում եք նաև կոտրել որոշակի կարծրատիպեր, որոնք հնչում են արդեն տարիներ շարունակ։ Իրականում դա արել է հենց Մերաբյանը, մենք փորձում ենք դա շարունակել եւ մեր արյան մեջ երևի ինչ որտեղ դա նստած է։ Ես ուզում եմ մի բան էլ նշել, որ այդ արյան մեջ նստած ասվածը շատ բառիզբուն իմաստով եմ ասում, որովհետև հիմա մեկ-մեկ որ փորձերի ժամանակ կողքից նայում եմ Զորաբը ոնց է անցկացնում կամ միգուցե ես ոնց եմ անցկացնում, ինչ որտեղ այնքան նմանություններ եմ տեսնում, բայց դա անբնական չի, դա իրականում շատ բնական ընթացք է։ Դա իրոք երևի նրանից է, որ մենք շատ վաղ տարիքից ենք իր հետ առնչվել, ստուդիա ենք հաճախել եւ շատ փոքր տարիքից ինքը որպես մեծություն մեր աչքի առաջ է եղել ու մենք սովորել եւ դաստիարակվել ենք իրանից։ Իսկ ինչ վերաբերվում է կներեք, բայց հարցը կկրկնեք։ Մեծ սիրով, որովհետեւ մենք տեսնում ենք հայկականություն, մենք տեսնում ենք բեմադրություններում ազգային շունչը, բայց միևնույն է այդ ամենը շատ դասական Ես ճիշտն ասած, երբ որ այս իմ դիրքից նայում եմ նայում եմ իր բեմադրություններին, մեկ-մեկ շատ եմ զարմանում, որտեվ դեռ 20-30 տարի առաջ նենց համարներ է ստեղծել Մերաբյանը, որ այն ժամանակ ոչ ներ Հայաստանում առանձնապես արդի, ոչ լսել էին եւ վերջի վերջո այսքան տարածում չկար, համացանցը ակտիվ չէր, այսքան չէինք տեսնում այս ամեն ինչը Եվրոպայի հետ համենայնպես այդ թվերին, երբ որ խումբը ստեղծվեց, մենք ավելի պարփակված էինք, Սովետ միություն էր, ու երբ որ ես տեսնում եմ ինչ մտքի թռիչք ա ունեցել, ինչ բեմադրություններ արել, որոնք այսքան տարի հետո, 30-40 համարյա տարի հետո, ոչ միայն ակտուալ է, մարդկանց սրտեր է ստիպում բաբախել, դա հենց տաղանդի մասին է խոսում իրականում։ Հետաքրքիր է, ասացիք մայստրոն վերադարձել է, իսկ հասցրել է ինչ-որ հատվածներ դիտել ծրագրից եւ արձագանքել, թե ոչ։ Այո, մի երեք մեզ համար շատ մեծ տոն էր, որտեղ բառերով չեն կարող բացատրենք, երբ որ եկավ մայստրոն, բոլոր մեր նվիրալ պարողներն էին հուզված ու փոքր հատված ենք ցույց տվել մայստրոյին, անակնկալը թողնելով ամսի 2-ին, ասեմ, որ համերգին նաև այս համերգին փորձել ենք ծրագրի մեջ ներգրավել նաև մեր ստուդիան, որը որ իր մերաբյանական ձեռագրով ստուդիան գործում է եւ մենք շատ սնվում ենք ստուդիայից կադրեր, մենք պատրաստում ենք իրանց որպես ապագա անսամբլի շարքերը համալրող արտիստների եւ կարծում եմ շատ սիրուն համերգ է ստացվել։ Սերնդափոխությունը իսկապես կարևոր բան է եւ ձեր օրինակով մենք դա նաեւ տեսնում ենք։ Շնորհակալ ենք ու հաջողություն ենք մաղթում, թող հրաշալի երեկո լինի, ջերմ հույզերով լի։ Վստահ եմ, որ ձեր արվեստի եւ Մերաբյանի արվեստի երկրպագուները այդ օրը ներկա են լինելու, բայց եւս մեկ անգամ հիշեցնենք վայրը, ժամը մեր հեռուստադիտողներին։ Եթե թույլ կտաք, ես ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնել Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարությանը, իդեմս տնօրեն Տիկին Ժաննա Անդրեասյանին աջակցության համար այս համերգին եւ ժողովրդական երաժշտության եւ բարեազգային կենտրոնին, բոլոր աշխատակիցներին, որ ջանք ու երան չեն խնայում, որպիսի այս երեկոն կայանա, իդեմս տնօրեն Արմեն Սարգսյանի իմ մեծ խորին շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր արտիստերին, ովքեր այդ օրը բեմի վրա ուղղակի վայելելու են եւ այդ ամեն ինչը փոխանցելու են հանդիսատեսին
եւ մեծ սիրով ուզում եմ բոլորին հրավիրել ապրիլի 2-ին ժամը 19:00 օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որպեսզի վայելեն Մերաբյանի 85-ամյակի նվիրված հոբելյանական համերգ երեկոն։ Շնորհակալ ենք ձեզ, որ օրը սկսեցիք մեզ հետ միասին, հաճելիորեն լարում կա հիմա ձեր ներաշխարհում, դա կարևոր զգացողություն է արտիստի համար, հաջող ընթացք համերգային, տոնական համերգային ծրագրին։ Շնորհակալություն, օրվա լավ շարունակություն ձեզ։